հիմա սկսվել է վճռական գրոհը հայոց եկեղեցու դեմ։ Մինչ այդ նախապատրաստական աշխատանքներ, մանր գրոհներն էին, աչի ձախից, աչ թևից, ձախ թևից, թիկունքից հարվածում էին, եւ այն իդեպ, որ եկեղեցին ինքը լավ չէր կազմակերպում իր պատմության պաշտպանությունը, գալիս է արդեն հիմա պարզ երևում է, թե այն ժամանակ էլ ով գիտեր, գալիս է նրանից, որ եկեղեցու մեջ էլ ներդրված էին օտար գործակալներ։ Դե հենա տեսանք։ Այո, սրբազանների տեսքով։ Այո, տեսեք այդ գրքերը լույս էին տեսնում, գրեթե պատասխան չի եղել եկեղեցու կողմից։ Այնինչ եկեղեցին ուներ ռեսուրսներ, որ կարող էր կազմակերպել այդ պատասխանը գիտական մակարդակով, ճիշտ կազմակերպված հակաքարոզչությամբ, հոդվածներ եւ այլն եւ այլն։ Եղել են մանր բաներ, այնինչ դիմացը ահռելի հարձակումներ են, այդ հարձակումների դիմաց եկեղեցին պատասխանել է այսպիսի մանր հակահարվածներով, շատ մանր եւ շատ քիչ։ Ինչու, որովհետև մեջը ներդրված էին եկեղեցու մեջ, ներդրված էին օտար գործակալներ ամենաբարձրաստիճան դիրքերով։ Տեսանք։ Տեսնում եք, 10 սրբազան արդեն երևակվեցին, չի բացառվում, որ էլի կերևակվեն։ Հասկանում եք, եւ սա էլ պետք է հասկանալ, որ սա բնական է, ամեն ինչ չի կարելի բացատրել, գիտեք, որ ասել թե ինչ վատն են, այս ինչ կադրեր են եւ այլն։ Պատկերացրեք հայ եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյան եւ նույնիսկ ցածրաստիճան պաշտոնյան կարող է հայտնվել աշխարհի տարբեր պետություններում իր ծառայության ընթացքում եւ բնականաբար այդ եկեղեցական այդ հոգեվորական մարդը հայտնվում է միաժամանակ օտար պետությունների հատուկ ծառայությունների ուշադրության ներքո թանկարժեք կադր կարող է լինել իրենց համար։ Ոչ միայն Հայաստանի մեջ, Հայաստանի դեմ կամ Հայաստանում ինչ-որ գործունեություն ծավալելու, թե տեղեկությունների հայթայթման առումով, թե ահա հիմա տեսնում եք ինչ են անում, ինչպիսի պառակտչական բացահայտ աղանդավորական գործունեության են լծվել այդ 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոսները, այլև կարող են ծառայել նաև այլ դիրքերում, այլ պետություններում, այլ նպատակներով։ Հասկանում եք, այսինքն նրանք շատ թանկարժեք կադր են եւ ոչ միայն հայ եկեղեցականները, այլ բոլոր հոգեվորականները, այդ թվում կաթոլիկ հոգեվորականները, այդ թվում մյուս հոգեվորականները, որոնց նվիրապետական կառույցը ծրված է աշխարհով մեկ։ Հասկանում եք, այսինքն նվիրապետական աթոռ ունենք, հա։ Ասեք մի քիչ ավարտեմ ես այս միտքը, որովհետև սա կարևոր է հասկանալ, որ ամեն ինչ չբացատրենք, վայ ասելով, վայ մենք էս ինչ վատն ենք, վայ մեր եկեղեցին, վայ մեր ժողովուրդը, վայ մեր հասարակությունը, այդպես չի, օբյեկտիվ պայմաններ կան։ Մյուս օբյեկտիվ պատճառը, որ այսօր եկեղեցու մեջ հայտնվել են նման մարդիկ, դա այն է, որ եկեղեցին փաստորեն խորհրդային միության ժամանակաշրջանում շատ փոքր եկեղեցու սպասավորներ, փոքր թվականակ ունեին Հայաստանում։ Եթե չեմ սխալվում, 1989 թվականի դրությամբ մոտավորապես 40 հոգի էին, թե 30, թե 40 հոգի էին։ Պատկերացնում եք, դա թիվ չէ։ Դա թիվ չէ։ Իսկ հիմա դրա տասնապատկիկն են։ Ուրեմն պետք է արագ հավաքագրել եկեղեցու մեջ մարդկանց եւ այդ արագ հավաքագրման պատճառով եկեղեցու մեջ հայտնվել են բազմաթիվ պատահական մարդիկ գործակալներ չէ նաեւ գործակալներ հետո կարող են դրանք դարձնել հեշտ վաճառվող հա սկզբունք բազմաթիվ մարդիկ ովքեր մեկը չի ուզեցել բանակում ծառայի են մյուսը ուզեցել է թեթև կյանք այդ նայել է տեսել է այստեղ ավելի կարծես թե իր կարծիքով թեթև է չի հասկացել որ իրականում հեշտ գործ չէ հոգևորական լինելը իսկական հոգևորական այսինքն այս պատահական մարդկանցից ոչ հավատացյալ նաև մարդիկ են հայտնվել այնտեղ եւ հիմա տեսնում ենք սրա արդյունքը որ շատ առումներով օբյեկտիվ է շատ առումներով է օբյեկտիվ եւ ասացի մի կողմից պատահական մարդկանց թիվն է շատ ինչպես նաև մեր բանակում նման իրավիճակ ստեղծվեց
պատահական գեներալներ հայտնվեցին։ Ինչպես նաև մեր պետական համակարգում նման իրավիճակ ստեղծվեց եւ պատահական մարդիկ զբաղեցրեցին շատ կարևոր բարձրաստիճան ուրեմն պաշտոններ, դիրքեր եւ այս երկրի հերն անիծեցին, սկսած չեմ ուզում ասել ամենավերերից մինչև միջին օղակները։ Ուզում եմ ասել, ոչ միայն եկեղեցում է այդ վիճակը եղել, այլև պետության մյուս կառույցներում, բանակում եւ եկեղեցին էլ նմանատիպ մի իրավիճակում է հայտնվել։ Ուրեմն այս իրավիճակը պետք է հասկանանք եւ հասկանանք, որ հիմա սկսվել է վճռական գրոհը հայոց եկեղեցու դեմ, որը չի ավարտվելու անգամ եթե հաջողվի տրոհել հայոց եկեղեցին, դրանով չի ավարտվելու։ Փորձելու են այնուհետև ուրեմն նախ հիմա ինչ են ուզում անել այս ամեն ինչով հանդերձ այս աղմուկներով, որ ժողովրդին հիասթափվի եկեղեցուց, հայկական եկեղեցուց եւ գնա այլ կրոնական ուղղություններով փնտրի իր փրկությունը, իր հոգու հանգիստը։